Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք հրապարակախոս Հարութ Ուլոյանին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Ուլոյան, նախ ինչպես եք վերաբերում իշխանությունների որոշմանը, ավելի շուտ կառավարության որոշմանը, ըստ որի Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի Հայաստանի Հանրապետության պետական սահմանահատման կնիքի վրա։ Այս օրերին տարբեր քննադատություններ, մեղադրանքներ են լսում նրանց հասցեին։ Հայտարարությունները նրանց չեն նշանակում, որ զինանշանից էլ է հանվելու Արարատ լեռան պատկերը։ Թուրքիային հաջողանալի հերթական քայլերից է։ Նախ իրենք այդ որ գրեցին տեղեկատվական գրոհ են սկսել, չգիտեմ ինչ են սկսել իրանց այդ որոշման հանդեպ ժողովուրդը եւ չգիտեմ քաղաքական գործիչները։ Այնտեղ ինչ-որ բացատրում են, թե դա ինչ-որ ժամանակակից ստանդարտների թելադրանքով են դա իրականացրել եւ այլն, հետո իրանք էլ խոստովանում են, որ դա իրանց իրական Հայաստանի գաղափարախոսության ներքո են դա իրականացրել։ Ենթադրենք, չգիտեմ, նման պահանջ կա Թուրքիայից, որ Արարատը, չգիտեմ, սպառնալիք է իրանց համար այդ մեր սիմվոլիկայում օգտագործել եւ այլն։ Ուզում եմ հասկանամ, թե դա միջև ուրա գնալու այս շղթան միջև ուրա գնալու գերբի մասին հենց Փաշինյանը մի քանի տարի առաջ խոսեց, որ գերբը չի համապատասխանում, առյուծ չկա, չգիտեմ, Հայաստանում եւ այլն։ Կարծում եմ, որ այս շղթան հաստատ չի ավարտվելու սրանով։ Ուզում եմ հասկանամ այդ դասագրքերից, չգիտեմ, մեր մշակութային մնացած այդ ստեղծագործություններից Արարատի վերաբերյալ բոլոր բաները դուրս են գալու, եթե իրանք այդ իրական Հայաստանի գաղափարախոսությամբ են պայմանավորում, չգիտեմ, Եղիշե Չարենցի այդ Ես իմ անուշ Հայաստանի այդ հայտնի բանաստեղծությունը պետքա դուրս գա, դպրոցներում չպետքա սովորեն, չգիտեմ, ասենք պատկերասրահներից, ասենք Արարատի նկարները պետքա հանվեն, դուրս գան, չեմ պատկերացնում այդ ուրա գնալու, բայց այդ տրամաբանությունը հուշում է, որ իրանք հենց այդ ուղիով էլ գնալու են, որտեղ էլ եմ ասում, հանեցին այդ իրական Հայաստան գաղափարախոսությունից ելնելով։ Աշակերտը գնաց դպրոց, սովորեց այդ Մասիսի վերաբերյալ այդ նույն հենց այդ Չարենցի բանաստեղծությունը եւ այլն բազմաթիվ այդ բանաստեղծություններ կան, այդ ոգով ներշնչված, չգիտեմ, ասենք ոնց են դաստիարակելու այդ սերունդին, այսինքն այդ էլ պետքա դուրս գա իրանց տրամաբանությամբ։ Դե անոնսը չտվեց Նիկոլ Փաշինյանը այն ցանկապատ ներկայացումից հետո, որ նշեց սովետական միության ազդեցությունը կար, գլավլիտի պայմաններում են ստեղծվել որոշ գործեր, միգուցե հենց դրա մասին էր։ Շատ լավ, այդ ասենք այդ պատկերը ինչ կապ ունի, ասենք հիմա, չգիտեմ, ասենք Արարատի ֆոնի նկարներն էլ պետքա չանենք, չգիտեմ, այդ իրանց ստորագրած այդ ռևանշի, չգիտեմ ինչի այդ տրամաբանության ներքո, չգիտեմ, ցանկացած մարդ գնա Արարատի ֆոնի նկարի, կարան ասեն ռևանշի փորձ է, չգիտեմ, կարծում եմ, որ Փաշինյանի ընդհանուր այս քաղաքականությունը, չգիտեմ, տանում է մեր ազգը բովանդակազրկելուն, չգիտեմ, մեզ դարձնելու է վերջը, չգիտեմ, անկարող ազգ, չգիտեմ, իմպոտենտ ազգ ենք դառնալու։ Իր արածը այդ տրամաբանության մեջ է։ Կապ տեսնում եք Քլչի այցի եւ այս իրադարձությունների միջև, թե պարզապես հաջողանալու քայլ է։ Նախ հաջողանալու քայլ է, բայց չգիտեմ, կարող է եւ այդ թեմայով էլ զրուցած լինեն, բայց նկատում եմ այդ թեման վաղուց է, չի նոր է, հենց այդ ձեր նշած գերբի թեման ինքն է նախաձեռնել, ինքն էր խոսում գերբից, չգիտեմ, հիմնից։ ԿՊԱ-ական Գևորգ Պապոյանը հարց էր բարձրացրել, թե ինչպես կվերաբերվեք, եթե Թուրքիայի սահմանային կնիքի վրա հայտնվի Արագածի պատկերը, գրեթե բոլոր մեկնաբանություններին նա նույն կերպ էր պատասխանում, կարդացել եմ, ասում է ինչպես կվերաբերվեք, լավ թե վատ, անկախ նրանից ինչ հարց էին տվել իրեն։ Արևմտյան Ադրբեջան կեղծ թեզը, երբ որ համեմատության մեջ էին դնում Արևմտյան Հայաստան թեզի հետ, սա նույն ժանրից է, այսինքն Դե նույնն է, ձեր նշած Փաշինյանը, որ այդ բանը, ինչա, ներկայացմանը որ ասեց, այդ բաները դնենք, ցանկապատերը դնենք, այդ նույն տրամաբանության մեջ է, ուղղակի այդ, չգիտեմ, այդ ցանկապատը Արարատի դեպքում որտեղ են դնելու, ինչ բարձրությամբ են դնելու, ինչ մատերիալից են դնելու, 5165 մետր։ Հա, այդ Արարատի առնվազն Արարատի բարձրությամբ պետք է պատշարեն, որ հանգարցակի ոչ ոք չտեսնի դա, ու չոգեշնչվի դրանով։ Տեսեք, բայց նույնիսկ Հայաստան իշխանությունների այս քայլերից հետո Թուրքիան անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար սահման չի բացում, ել չենք խոսում մյուս պայմանավորվածությունների մասին, որոնց վերաբերյալ հայտարարում են կողմերը, բայց որևէ առաջընթաց չկա։ Սրանով ինչ մեսիջ է Թուրքիան փոխանցում եւ ինչ է նշանակում այս քաղաքականությունը։ Դե դա մենակ Թուրքիայի խնդիրը չի, Ադրբեջանի հետ փոխկապակցված խնդիր է, քանի տարի է ինչ-որ խաղաղության եւ մնացած այդ ապաշրջափակման եւ այլն այդ կոնտեքստում ոչ մի բան չի իրականացվում, մենք զիջում ենք անդադար միակողմանի դիմացը բացարձակապես ոչինչ չստանալով, թե ֆիզիկական առումով, այսինքն տարածքներ ենք զիջում, հետ ենք քաշվում, թե
ֆորմալ բաներից, փաստաթղթերից պաշտոնական եւ այլն դրանցից էլ հրաժարվում ենք, Մինսկի խմբից եւ այլն, դիմացը բացարձակապես ոչինչ չստանալով այդ տրամաբանության մեջ է։ Ոնց ոչինչ չստանալով։ Օգոստոսի 8-ից մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Օգոստոսի 8-ի հռչակագիրը, սրա մասին արդեն շատ են խոսում, կեղծ ներկայացնում են, ենթադրենք դա խաղաղություն է, ենթադրենք այդտեղ փողզիջման, չգիտեմ, ինչ էլեմենտներ կան եւ այլն, բայց իրանք հենց երրորդ կետի վերաբերյալ, որ Փաշինյանը թե իրանց պատգամավորները հղում են անում, իրանք կատարյալ կեղծիք են, կեղծում են ընդեղի գրածը, հղում են անում հայերեն տեքստին, որ ընդեղ գրած է անխոչնդոտ ճանապարհ, փոխադարձ առավելություններ, կատարյալ կեղծիք է, անգլերենում նման բան չկա, քան որ բանը անգլերենով իրանք թարգմանել են նաև պաշտոնապես ռուսերեն, այնտեղ գրած է взаимные выгоды, չգիտեմ ոնց է դա հայերենում դառնում առավելություն, выгодан, բացի դրանից այնտեղ իրանք նաև Փաշինյանն էլ այս վերջերս կարծեմ ազգային ժողովում հղում անում, թե այնտեղ գրած է ինքնիշխանության, անկախության, բանը այդ կոնտեքստում ասում են նաև փոխադարձության սկզբունքն է ամրագրված, կատարյալ սուտ այնտեղ չկա փոխադարձության սկզբունք, փոխադարձ բանը այդ բառը միայն օգտագործվում է այդ երկրորդ նախադասության մեջ երրորդ պարբերության, որտեղ ասում է փոխադարձ առավելություններ, որը նշեցին, այնտեղ չկա փոխադարձ առավելություններ անգլերեն օրիգինալ տեքստում, գրած է փոխադարձ օգուտներ, benefits, փոխադարձ օգուտների մասին է խոսքը, այն էլ եմ ասում, ոչ թե նկատի ունի Ադրբեջանի տարածքով անցնելիս փոխադարձ օգուտները, այլ զուտ մեր կողմից տրամադրվելիք, Ադրբեջանի տրամադրվելիք ճանապարհի վերաբերյալ։ Ասում եմ պաշտոնական թարգմանությունը չէր կարող սխալ լինել։ Իդեպ դրա վերաբերյալ էլ կա, եթե կողմերը սխալ մեկնաբանեն կամ սխալ թարգմանեն, օրիգինալն է համարվում երկու կողմերի համար պարտադիր կատարել։ Ասում անգլերեն benefit-ը ոնց է դառնում առավելություն, եթե իրանց ասում են չէ պաշտոնական թարգմանությունը չի կարող սխալ լինել, ռուսերեն պաշտոնական թարգմանությունը նույն կայքում Փաշինյանի այդ կայքում դրված է, գրած է взаимные выгоды։ Взаимные выгоды ոնց է դառնում հայերենում առավելություն, չգիտեմ։ Կարծում եմ այդ տրամաբանությունը ուղղակի կեղծում են իրենցից ստորագրած փաստաթուղթը, հղում են, կեղծ հղում են անում, այնտեղ տենց բաներ գրած չի, այնտեղ ասում եմ էլ գրած է ինքնիշխանություն, անկախություն եւ այլն, բայց այնտեղ չի գրած փոխադարձություն, թող հենց առաջի այդ երրորդ կետի առաջի նախադասությունում գրեին նաեւ փոխադարձության սկզբունք։ Չկա դրա մասին։ Կամ անխոչնդոտ ճանապարհ նաև Հայաստանի համար։ Այդ է, հա, կամ երկրորդ նախադասությունում գրեին Հայաստանն էլ իրավունք է ստանում Ադրբեջանի տարածքով իր փոխադրումները իրականացնելիս ստանալ փոխադարձ առավելություն։ Դա տրամաբանական կլներ, ընկալելի կլներ, բայց այնտեղ նման բան, ինչ որ իրանք հղում են անում, նման բան գրված չի։ Իրենք ասում են, որ իրենք խաղաղություն են բերել, ի տարբերություն ընդդիմության, որը պատերազմ է ուզում, ռևանշիստներ են եւ այլն։ Այս թեզերը ում համար են։ Այդ կեղծ թեզերը, Փաշինյանի կողմից հերթական կեղծ թեզերն է, ընդդիմության հասցեին, արդեն հավաքական ընդդիմության, բոլոր ընդդիմության, ոչ թե ինչ-որ կոնկրետ, ոչ թե ընդդիմությունն է պատերազմի մասին խոսում, այլ Փաշինյանն է նոյեմբերի 9-ից հետո 20 թվականի ամեն քայլ իրականացնելից ընդդիմությանը թե ժողովրդին վախեցրել պատերազմով։ Նոյեմբերի 9-ը ստորագրեց, ասեց, եթե հրաժարվեն կստանան պատերազմ, այդ օրակարգով 21 թվականի ընտրություններ իրականացրեց, հետո նշած հողի իջացումը դրանով պայմանավորվեց, որ եթե չանենք պատերազմ կլինի, հետո 4 գյուղը հանձնեց Ադրբեջանին, ասեց, եթե չանենք պատերազմ կլինի, հիմա այս օգոստոսի 8-ին ընդառաջ ասում էր, որ եթե նման բան չլինի, պատերազմ կլինի, հիմա էլ են ասում, եթե հրաժարվեք պատերազմ կլինի, արդեն անցել է առաջ ապագային վերաբերյալ Սահմանադրության փոփոխություններն է պայմանավորում, ասեց բանը, եթե ժողովուրդը զգա, որ դա խոչընդոտ է խաղաղության հաստատմանը, հաստատ կողմ կքվեարկի, այսինքն դեռ հələ մի բան էլ ժողովուրդը էլի պետք է, այսինքն ինքը այդ իրականացնելուց ինքը ակնարկում է, որ էլի պատերազմի վտանգով է։ Նենց որ ոչ թե ընդդիմությունն է, այլ ինքն է պատերազմի վտանգով անդադ իրականացել։ Այսինքն մի կողմից խոսում են, որ խաղաղություն է հաստատվել, մյուս կողմից շարունակում են սպառնել պատերազմ։ Իրանց օրակարգերը բերում են, ասում են, եթե սա չանեն, կլինի պատերազմ, եթե սա չանեն, կլինի պատերազմ ու հետ չգիտեմ ընդդիմությունը տեղ ինչ կապ ունի, ընդդիմությունն է ճիշտ, որ մշտապես ասել է, որ այդ պատերազմի վտանգը դուրս չի գալիս, ինչն է սխալ, չգիտեմ, ինչն է սխալ ասել։ Փաշինյանն է ամեն ինչը իրական վախեցնում, ամեն իր քայլ վախեցնում։ Այսինքն պատերազմի վտանգը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Բնականաբար ինքն է ամեն ինչ իրականացրել է այդ պատերազմի վտանգի ներքո։ Իդեպ Ադրբեջանը մեծացնում է ռազմական պոտենցիալը, Հայաստանի իշխանություններն ասում են, որ արդեն խաղաղություն է հաստատվել եւ կարիք չկա օրինակ ռազմական բյուջեն ավելացնելու։
Դե ոչ միայն ռազմական բյուջեն, իրանք կարծեմ այդ բանակի ծառայության բանջամկետներն են ցանկանում կրճատել, նաև հայտարարություններ եղավ, որ ինչ խնդիր կա, այլևս կարող եք անվտանգ առանց մտահոգության ուղարկել բանակ ծառայության, կարող եք մեկնել ծառայության, չգիտեմ, եթե անվտանգ է, ընդհանրապես, այսինքն հրատարամաբարությամբ կարող է մի օր կանգնի, ասի ընդհանրապես կանանք զինված ուժեր չունենանք, խաղաղությունը անիմաստ տանում իրական։ Դե չգիտեմ ուր է տանում, բայց տրամաբանությունը այդ տրամաբանության մեջ է։ Իսկ Ադրբեջանում դեմ է զինվում։ Չեմ կարող ասել կոնկրետ մեր, բնականաբար ընդհանուր այնտեղ Իրանի հարցն էլ կա, նման կանխատեսումներ կան, որ Իսրայելը վերջում Ադրբեջանի տարածքն օգտագործելու Իրանի դեմ, բնականաբար իր ապագայում չի կարող հաշվարկներ չունենալ, եթե ինչ-որ նպաստավոր կրկին պայմաններ ստեղծվի, ինչ-որ էլի ռազմական գործողություններ ծավալի Հայաստանի դեմ, ամեն դեպքում իրանց այդ խոսույթը ես չեմ տեսնում փոխվել, ահա խոսում են ինչ-որ այդ խաղաղություն է հաստատվել խաղաղություն, երկրորդ բառը ասում են Զանգեզուրի Միջանցք, հայերին անվանում են հիվանդ հասարակություն։ Հիվանդ հասարակություն, չգիտեմ էլի այդ իրանց արևմտյան Հայաստանի բնակիչներ են այնտեղ գույքագրում, ոնց որ չգիտեմ ID-ներ են բաժանում։ Հա, ID-ներն են բաժանում։ Ոնց որ այդ վտանգի սպառնալիքի այդ բանը ես չեզոքացում չեմ։ Այսինքն այս քարոզությունը ինչ նպատակ ունի Նիկոլ Փաշինյանի։ Փաշինյանի քարոզությունը։ Այո։ Փաշինյանի քարոզությունը ընդհանրապես իր իշխանությունը երկարաձգելու քաղաքականություն է իրականացնում, բնականաբար այդ կոնտեքստում պետքա բավարարի այսպես ասած մեր հարևանների պահանջները, երկու հարևանի պահանջները, առաջինը հենց Ադրբեջանի պահանջները, ինքը հասկացել է, որ իր իշխանության մնալու այդ գրավականը, այսպես իր պատկերացրած խաղաղությունն է, այդ գծով էլ ինքը շարունակում է գնալ, բայց ես ասում եմ, սա մեզ ստանում է, դառնալու ենք 임պոտենտ ազգ, որպես ազգ, դառնում ենք շուտ։ Արդեն չենք դարձել իրականում, եթե այս կարծում եմ դեռ չենք դարձել, դիմադրություն չկա։ Կարծում եմ դեռ չենք դարձել, բայց sense շարունակելու դեպքում, իր քաղաքականությունը շարունակելու դեպքում ժողովրդի sense կրավորական էս կեցվածքի պայմաններում մենք դրան ենք գնում։ Խոսեցինք արդեն, որ անդադ խոսում են խաղաղության մասին, բայց մերժում են ընդհանրապես անցյալը։ Նույնիսկ 3 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չանդրադարձավ ջերմուկի դեպքերի, երբ ունեցան 220 զոհ, տարածքային կորուստներ եւ փոխարենը այդ օրը մարդիկ տժժում էին, ինչպես ասում են, հրազդանում։ Դրանց քաղաքականությունն է Փաշինյանի վերջինս մի քանի ամսվա, ինչ համերգ լինում է դնում է իր պատին։ Տարօրինակա, որ այդ մեկը չդրեց, հրազդանի համերգին չդրեց։ Ընդհանրապես իր այդ տոնե խաղաղությունը եւ այլն բնականաբար ինքը չի կարող արդեն անդրադառնալ նման իրադարձությունների, որտեղ եթե ինչ-որ ուղերձ կամ ինչ-որ ցավակցական նույնիսկ տեքստ գրի, որտեղ այնտեղ պետքա նաեւ ինչ-որ ձև հպանցիկ նույնիսկ անդրադառնա թե այդ բանը իրադարձությունների ինչի արդյունքում է պետք է ասի որ դա Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում էին իսկ նման տեքստեր հիմա ոնց տեսել եք նա չի օգտագործում քանի որ դա Ադրբեջանի կողմից ինչ-որ ագրեսիայի դրսևորում կամ ինչ-որ այդ խաղաղության տրամաբանության խախտում կստացվի դրա համար ինքը խուսափում է, չգիտեմ ես մի քանի օրից էսա 44 օրյա պատերազմի այդ 5-րդ տարին է լրանում, չգիտեմ այդ չեմ պատկերացնում ինքը ոնց է անդրադառնալու դրան, կարծում եմ էլի ինչ-որ տենց կամ չեզոք ինչ-որ բացարձակ ինչ-որ տեքստ է գրելու կամ ընդհանրապես չի անդրադառնալու, չի բացառվում։ Կամ կասի մեր նահատակները մեզ տվեցին պետությունը պահելու, անկախությունը պահելու հնարավորություն։ Ամեն տեքստից հետո այդ ասում ես վերջերս խաղաղություն, հետո երկրորդը նահատակների անունն է շահարկում ձեր նշած այդ 3 տարի առաջ այդ ջերմուկի դեպքերից հետո 200-ից ավել զոհ ունեցանք, այդ նահատակների մասին ցավակցական ուղերձ չի հղում, եռաբլուր էլ չի գնում, չգիտեմ, դա իր քաղաքականությունը մոռանալ ացել է։ Պետք լինի քաղաքական ուժերի արձագանք այս ամենին եւ նաեւ ժողովրդի։ Ժողովրդի արձագանքը առաջայինը չպետք է կուտեն, այսպես չգիտեմ, դա կուտել չի, ակնհայտ ցինիզմ է, զարմանում եմ, թե ասենք, չգիտեմ, 7, 8, 10 տարի առաջ այդ ոչ մի թիզական հասարակությունը, որ հարցումներ էին անում 99%-ը ոչ մի թիզական էր, նույնիսկ անկախության դիմաց պատրաստ չէր 90, կարծեմ 5%-ը նույնիսկ անկախության դիմաց պատրաստ չէր նույնիսկ մի սանտիմետր հող զիջելու, նման հասարակությունը հիմա ոնց է դարել, ասենց ասում կրավորական շուտ կեցվածքով նույնիսկ ասեմ ակնհայտ այդ ազգային այդ արժեքները ազգային այդ ինքնությունը ոտնահարումները բոլոր կողմերից ոնց է կուլ տալիս իմ համար զարմանալի է կամ նախքին իրանց այդ տրամադրություններն էին կեղծ կամ ներկայումս չգիտեմ Փաշինյանի այդ ռոպագանդան այն կարգի է որ մարդկանց ուղակի չգիտեմ հիասթափեցրել է կամ չգիտեմ Ես դժվար եմ ընկալում այդ հասարակության ընկալումները
Կան մարդիկ բնականաբար ամեն ինչ ընկալում են, բայց նրանք էլ, չգիտեմ, սպասում են երևի ինչ որ ընդդիմության կամ, չգիտեմ, նոր ուժերի ձևավորմանը, որ կարողանան իրանք էլ արտահայտվեն, ամեն դեպքում դժվար է ապաքաղաքական մարդու կողմից ինչ որ մտքեր գեներացնել ու հրապարակայնեցնել։ Իսկ քաղաքական ուժերի անելիքների առումով քաղաքական ուժերը նախ պետք է իրատեսության տրամաբանության մեջ դրսևորվեն, այդ իրանց հայդատական այդ տրամաբանությունները պետք է մի կողմ թողեն, այս դրա մասին էլ եմ ասել։ Իմ համար ընկալելի չի Փաշինյանի դեմ Ղարաբաղի վերադարձ նման կոնտեքստով պայքարելը ապագայում ես չեմ բացառում, չգիտեմ, ինչ որ ժամանակ անց, եթե դա ինչ որ տրամաբանական ու իրականանալի լինի, կարող է եւ այդ խոսույթը ընկալելի լինի մեր համար, բայց հիմա այսինքն Փաշինյանի դեմ ինչ որ, չգիտեմ, ուժ, ենթադրենք X ուժը խոսում է նման ձև, որ Փաշինյանը պետքա խոսա Ղարաբաղի վերադարձից, Ղարաբաղը վերադարձնելու, ել չեմ ասում են Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին պետք է խոսել։ Արցախի վերադարձի իրավունքի, այնտեղ նաև խոսում են ինքնավարության, տրամաբանության մեջ, որ պետք է նրանց ինքնավարություն տրվի եւ այլն, նես չի որ մենակ վերադառնуել են այնտեղ ինչ անեն, այսինքն ինքնավարության ինձ հետաքրքիր է, այսինքն այդ ուժը ինքը կարա խոստում տա կամ այսպես ասած երթում ուտի, որ Փաշինյանին հեռացնելուց հետո, այսինքն ինքը գալու է առնվազն 4-5 տարվա ժամկետով, լավ 5 տարվա ժամկետով գալու է իշխանության, այսինքն ինքը խոստում է տալիս, որ 5 տարվա ընթացքում ինքը ղարաբաղցիներին վերադարձնելու է Ղարաբաղ անվտանգության պայմաններով հավաքական վերադարձ անելու, իրականացնելու եւ ապահովելու է նրանց անվտանգությունը, ինքնավարությունը, չգիտեմ, որ մի ուժնա նման խոստում տալու։ Այսինքն իմ ասածն է, որ Փաշինյանի դեմ ներկայումս տարվող պայքարում նման թեմաների արձածումը կեղծ օրակարգեր են, որտեղ իրանք էլ վստահաբար չեն կարողանալու իրականացնել իրենց այդ ծրագիրը ու իրենց այդ գաղափարները։ Այդ 5 տարում։ Տեսեք, հիմնականում ասում են թեման պետք է տաք պահել, ապագայում որևէ հարմար պահի լուծում գտնելու համար։ Շատ լավ։ Ես չեմ առարկում, որ կարելի է դա թեման տակ պահել։ Իմ ասածը այն է, որ Փաշինյանի դեմ ներկայումս իրանց առաջնային նպատակ բոլոր կարծիքով բոլոր այդ ընդդիմությունը, իրական ընդդիմադիր ուժերը, չեմ խոսում են արևմտամետ ընդդիմության մասին, բոլոր ընդդիմադիրները խոսում են այն մասին, որ առաջնային խնդիրը Փաշինյանին հեռացնելն է։ Բոլորն են խոսում դրա մասին, որ քանի Փաշինյանը կա, ոչ մի տրամաբանությամբ այս իրանք չեն կարողանալու այս երկիրը փրկեն, քանի Փաշինյանը կա։ Եթե Փաշինյանին հեռացնում են, ասում եմ, այդ Ղարաբաղի օրակարգով, Ղարաբաղ վերադարձի օրակարգով, իրանք ոնց են իրականացնելու այդ ծրագիրը Փաշինյանին հեռացնելուց հետո։ Այսինքն իմաստը որն է Փաշինյանի դեմ նման գաղափարներ գեներացնել, երբ որ իրանք էլ են վստահ, որ իրանք իշխանության գալուց հետո առնվազն իրանք 5 տարի են իշխանության լինելու, հաստատ այդ 5 տարում այդ օրակարգը չեն կարողանալու իրականացնել։ Դա բոլորի համար էլ ակնհայտ է։ Եվ փոխարենը Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, ասում որ դուք պատերազմ եք։ Անիմաստ Փաշինյանին իրանք հակադարձելու բաներ են տալիս։ Հասկանալի է այս առումով ձեր տեսակետը, առաջին նախագահը այս ընթացքում մի քանի անգամ զգուշացումներ արեց այս իշխանություններին եւ նրանք բովանդակային պատասխան տալու փոխարեն վիրավորական արտահայտություններով սկսեցին առաջին նախագահի վերաբերյալ խոսել։ Սա ինչի հետևանք է։ Ես դրա մասին երևի գրել եմ, նախ բովանդակային առումով նրանք պատասխան չունեն, ինչ պետք է տան։ Երկրորդն էլ իրանց ոչն է, վիրավորական առումով հասկանում են, որ այդ է հասարակությանը դուր գալիս նման ոճը, նման կերպ են վարվում, բայց թե Փաշինյանը այս վերջերս էլ ինչ-որ ձևով ակնարկել էր, թե մնացածը, ասենք, չգիտեմ, ասենք, այս պետության համար Տեր-Պետրոսյանի սիգարետի մոխիրից առավել ինչ-որ բան արել են, չգիտեմ, ես չեմ պատկերացնում, իրանք ինչ են արել այս երկրի համար, որ իրանց ընդհանրապես իրավունք են վերապահում Տեր-Պետրոսյանի մասին կամ թեկուզ նախկին նախագահների մասին այդ տոնով խոսալ կամ ընդհանրապես իրանց շուրջ մեղադրանքներ ներկայացնել, երբ որ ասում են Փաշինյանը վերջերս մի քանի անգամ խոստովանեց, որ 20 թվականից առաջ ինքը հենց ինքն է նախաձեռնել այդ ոչ մի թիզական այդ բանը, որ ինքը շատ լավ իմացել է, որ պետքա տանի պատերազմի, որ այս Ղարաբաղը պետքա կորցնենք, այս ամեն ինչը պետքա տեղի ունենար, որ մենք նոր ձեռք բերենք անկախություն, ինքնիշխանություն եւ այլն։ Դա իմ մեկնաբանությունը չի, 23 օգոստոսի 23-ին այս տարվա իր հայտարարության տեքստն է։ Թող ով չի հավատում, գնա կարդա, բառացի այդ մարդը տենց բան է գրել։ Ասենք այդտեղ այդ դեպքում նախկին ղեկավարները ինչ կապ ունեն։ Նախկին ղեկավարները քիչ թե շատ, ով մի քիչ ավել, ով մի քիչ շատ, իրականացրել է քաղաքականություն, որ ուղղված է եղել Արցախը պայլուն։ Պարզ է, գնալով
հատկապես 98 թվականից հետո գնալով այդ բաները թուլացել է, մեր դիրքերը թե ռազմական ուժը, թե դիվանագիտական ուժը Ղարաբաղի բանակցություններից դուրս թողնելը եկել ենք հասել ենք ինչ-որ կետի Սերժ Սարգսյանը 18 թվականին ժառանգել է Փաշինյանի ինչ-որ կարգավորման պլաններ, որը Փաշինյանն էլ չի շղթում, որը տարբեր ինչ-որ մեկնաբանություններով, թե Ռուսաստանի հետ դեսպանի, թե բան հենց Փաշինյանն էր 19-20 թվականներին բան արել, լրատվականներից մեկում բան արել, արտահոսքեր տվել, հետո ինքն էլ ընթերցում էր, թե ինքը ինչ ժառանգություն է ստացել։ Հստակ այնտեղ գրված է այդ ամեն ինչը, թե ինչ ենք տալիս, ինչ ենք ստանում, այդ 5 շրջանը վերադարձնում ենք, Լաչին ու Քելբաջարը պահում ենք եւ այդ դրանք վերադարձնենք միայն այդ Ղարաբաղի կարգավիճակի որոշումից հետո անորոշ ապագայում այդ ամեն ինչը գրված է եղել, ինչ որ մի եկել ենք, ինչ որ փուլում ինքը ժառանգությունը ստացել է ու ինքն էլ խոստովանում է, որ հասկացել է, որ այդ ամեն ինչը պետք է ոչնչացնի, Ղարաբաղն էլ հետո ոչնչացնի, այդ ամեն ինչը ոչնչացնի, որ ստանա ինքնիշխանություն, անկախություն։ Հիմա էլ էս վերջերս էլ երեք ոնց որ այդ ինչ որ համաժողովում, չեմ հիշում ինչ էր անունը, համաժողովում ինչ որ ելույթ ա ունենում, այդ մեղադրանք են, որ իրան ասում են, որ 21 թվականին եկել ես այլ կառավարության ծրագրով եւ իրականացրես այլ ծրագիր, Ղարաբաղը հանձնել ինքը բնականաբար այդ կոնկրետ դրույթները չի անդրադառնում, ասում է 21 թվականին ընտրություններից առաջ, ասում է ժողովուրդը, ասում է հո չէր նայում թե ինչ ծրագրերով են, ով ինչ ծրագիր է բերել որպես նախընտրական ծրագիր է բերել, բանը ժողովուրդը ինքը իր մեջ ընկալեց, թե որ ուժն է իրականացնելու իր այն ծրագիրը, որը մենք հիմա իրականացնում ենք։ Այսինքն հետին թվով ինքը ժողովրդի վրա է բարդում, այս ինչ որ ինքը իրականացրել է։ Ուզում ասի, չգիտեմ ժողովուրդը համաձայն է սրա հետ թե չէ։ Իրեն ընտրած ժողովուրդը, իրեն ընտրած մարդը 21 թվականին երազել է, որ Փաշինյանը գա, Ղարաբաղը հանձնի վերջնականապես, ոչ թե գա, այլ վերընտրվի ու Ղարաբաղը վերջնական հանձնի ու մենք հայտնվենք այս տրամաբանության մեջ, ինքը ուղիղ տեքստով երեք դա է հայտարարում։ Դե մի առիթով էլ ասել էր, որ եթե ժողովուրդը հեղափոխություն չարես, նշանակում է համաձայն է, որ Արցախը պետք է տань, որ խաղաղություն հա, ինքը ամեն ինչ հիմա ժողովրդի վրա է բարդում։ Նախկիններից անցավ, ռուսներից վերջացրեց, հիմա էլ անցել է ժողովրդի։ Որ անընդհատ ձեր խոսքում էլ նշեցիք, խոսում են ինքնիշխանության մասին, որ մենք Արցախը տվեցինք, ավելի ինքնիշխան դարձանք եւ այլն եւ այլն։ Առհասարակ ինքնիշխանությունն ու այս իշխանությունները ինչ կապ ունեն իրար հետ։ Ընդհանրապես կապ չունեն, նրանք ոչ թե ինքնիշխան են, այլ այդ ինքնիշխանությունը եթե այտենց է դրսևորվում, ցանկացած մարդու հանդեպ կարելի է ինքնիշխանություն դրսևորի, երբ որ այդ մարդը այդ մյուսի ինչ ասես անի։ Ինչ ասես անի, կասի ինքնիշխան եմ, անում եմ, ինչ ուզում եմ։ Ինչ թելադրում են կամ չգիտեմ։ Ես չեմ պատկերացնում այդ տրամաբանությունը իրա ուրա գնում։ Թող ել եմ ասում, թե այդ օգոստոսի 8-ի հայտարարության, հանրապես իրանց այդ ձեռքբերումները ամեն ինչ ձեռքբերում եմ ներկայացնում, թող մի հատ կետ ցույց տան, որտեղ Ադրբեջանը զիջել, բացի այդ կենացներից, անկախություն, ինքնիշխանություն, չգիտեմ ինչ, գնացել Ադրբեջանից ստորագրել են անկախություն, ինքնիշխանություն, չգիտեմ ինչ։ Ասենք Ադրբեջանն է մեզ տալու այդ, այսինքն մենք հասել ենք այն տրամաբանությանը, որ Ադրբեջանից ստորագրում ենք ինչ-որ պայմանագրեր ու չգիտեմ ինչեր, ու սպասում ենք, որ Ադրբեջանը պետքա խոսա մեր ինքնիշխանությունից, անկախությունից, այսինքն մենք հասել ենք այդ կետին, որ մենք Ադրբեջանից մուրում ենք մեր անկախությունը կամ ինքնիշխանությունը, չգիտեմ այդ նման բան լինում է, ես դժվար եմ պատկերացնում։ Իշխանափոխություն այս պայմաններում որ դեպքում կարող է լինել ձեր դիտարկմամբ։ Եթե ֆորս մաժորային իրավիճակները չհասնենք, որը տվյալ դեպքում զուտ պատերազմական իրավիճակներից է թելադրված, բայց այդ ես արդեն բացառում եմ, որովհետև չեմ տեսնում նման իրավիճակ, հիմա վատա լավա չգիտեմ ինչ առումով, բայց այդ Փաշինյանի քաղաքականությունը բացառում է դա, բացառում է այն իմաստով ոչ թե որ ինքը այն կարգի դիվանագիտություն է իրականացնում, որ բացառում է բերել, այլ բնականաբար ցանկացած մարդ ինչ-որ պայմաններ իրականացնելուց, դիմացինի թելադրանքներ իրականացնելուց ոչ մի ընդամենը հետաձգելու է։ Երկրորդը իշխանափոխությունը պատկերացնում եմ զուտ ընդդիմության համախմբան արդյունքում, եթե չեն էլ համախմբվում, գոնե իրատեսության տրամաբանության մեջ շարժվեն ու եթե իրանք են հայտարարում, որ առաջնային խնդիրը Փաշինյանից ազատվելն է, այդ տրամաբանությամբ մեջ աշխատեն, ոչ թե ինչ-որ անիրատեսական կենացներ ասեն, որոնք Փաշինյանի այն մի ծայրահեղությունից այս մի ծայրահեղությունն են ու իրանք էլ են հաստատ, որ այդ իրանց իշխանության օրոք, եթե կանել իշխանության, իրանք այդ 5 տարում հաստատ դա չեն իրականացնելու։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը դուք ինչ կերպ կբնութագրեք, որովհետև նա բարբերաբար որևէ առիթ բաց չի թողնում այդ մասին խոսելու մասին, նույնիսկ այդ հայտնի ներկայացումից հետո։
հայտնի ներկայացումը իհարկե մի քիչ շատ աբսուրդ տեսարաններ, նախ ինքը իրան մեջ է գցում, չգիտեմ, ասենք ինչքանով է դա նորմալ։ Երկրորդ սկսում է քարոզել այդ իրական Հայաստանի գաղափարախոսությունը, մի հատ էլ այդ դերասաններին ու ընդհանրապես այդ հանդիսատեսին, թե շուրջ այնց մեղադրական ինչ-որ տոնով, հեգնական տոնով ինչ-որ բաներ է փորձում դաստիարակել, չգիտեմ, իմ տպավորությամբ այդ իր այդ դրսևորումը պատահական չէր, ինքը զուտ այդ դերասանների հետ չէր խոսում, այլ ընդհանրապես բոլոր մեր մշակութային գործիչների եւ ընդհանրապես հանրային դեմքերի փորձում էր նման կերպ հասկացնել ու ճնշում էլ որոշ առումով ճնշում գործադրել, որ այսուհետ փորձեն իր տրամաբանությամբ, իր այդ իրական Հայաստանի գաղափարախոսության ներքո գործել, հակառակ դեպքում ինչ որ դեպ հասկացնում որ դա իր հետ կապ չունի, էլի, չգիտեմ, Այսինքն նորագույն օրերի գլավլիտն է Նիկոլ Փաշինյանը։ Իրան փորձում է տենց դրսևորել, այսինքն ուղղակի ես էլ եմ ասում դրա սահմանը չկա։ Դրա սահմանը չի երևում, որտեղ այդ տրամաբանությամբ, ասեմ, դասագրքերից, չգիտեմ ինչից, ոչ ոք, ոչ մի բան, մեկ պատմությունից չպետք է մեծ հայ, Տիգրան մեծ, իր գովերքած ժամանակին Տիգրան մեծ եւ այլն ոչ մի բանից ոչ մի չեն կարող խոսել 18-ից հետո անից չեն կարող խոսել, չգիտեմ, դե Արարատից չեն կարող խոսել, Վանից, չգիտեմ, ոչ մի բանից, ասինքն այս Իրաք հակականությունը տանման նրան, ասինքն չգիտեմ, չես կարող նստել ասել իմ պապերը, չգիտեմ, եղել են Արևմտյան Հայաստանի ինչ որ քաղաքից, գյուղից, չգիտեմ, ցանկացած այդ խոսույթ իր տրամաբանությանն է, իր իրական Հայաստանի գաղափարությանը հակասող բան է։ Ցանկացած բան, ասենք եթե իրանց ասելով է Արարատը խորթանիշ որպես դա սպառնալիք է, դա էլ է սպառնալիք, այսինքն ես իմ կապը իմ նախնիների հետ չեմ շղթում, չեմ ուրանում, չեմ մոռանում, այսինքն կկարա ասի ոնց, այսինքն դու այդ համարում ես Արևմտյան Հայաստանը համարում ես հայրենիք, այսինքն չգիտեմ, այդ կարատանի նաև նրան, որ ասենք Ղարաբաղցիների այդ հիմա Հայաստանում ապրող Ղարաբաղցիների, չգիտեմ, ծննդականներ ինչ են անելու ջնջելու են, որ իրանք ծնվել են, ասենք, Շուշիում, Ստեփանակերտում կամ Հադրութում, չգիտեմ, ինչ են անելու այդ ծննդականները։ Ասենք այդ մարդը ծննդականը ոչ միտեղ չի կարող ներկայացնի, ինչ որտեղ չի արձանագրվի, Փաշինյանին դեռ չգիտեմ, քան որ Ալիևը կարող ասի ոնց այդ շոր սպառնալիք, կարան դիտարկեն սպառնալիք։ Տրամաբանությունը չեմ հասկանում ուրա գնալու էլի։ Բայց իրենք այնտեղ ID-ներ են բաժանում Հայաստանի սուվերեն տարածքի ներառմամբ, որը Արևմտյան Ադրբեջանն է։ Շատ հատկապես 20 թվականի 44-րդ պատերազմից հետո քայլ առ քայլ Ալիևը իրանց Ադրբեջանի շահից ելնող քայլերը, չգիտեմ ինչքան վա ճիշտ ասել, հրաշալի իրականացնում է։ Իսկ մենք հակառակ տրամաբանությամբ հրաշալի հետ ենք գնում։ Եվ գալով իմ հարցին Փաշինյանի իրական Հայաստանի բնութագրումը ինչպես կտակ։ Ասեցի իմպոտենտ ազգ դարձնելու քաղաքականություն գաղափարախոսությունն է դա, դառնալու ենք բացարձակապես ոչ մի արժեք չունեցող, մեր պատմությունը չընդունող, չընկալող, ինչ-որ ամբողջ, խառնամբող, որը ինչ-որ հա Հայաստան, հայ, բայց ոչ մի ինչ-որ էություն քեզնից չես ներկայացնելու որպես այդ ազգի ներկայացուցիչ։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ 168 TV եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։